Հարցրու թեմի հարգելի հետևողներ, կզրուցենք հայաքվե նախաձեռնության վարչության անդամ պարոն Ցովակ Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան տեսնում ենք, որ ընդդիմադիրների հանդեպ մեծանում է իշխանությունների կողմից այս պրեսինգը։ Դուք ինչպիսի ելք եք կանխատեսում եւ ինչ հնարավորություններ ու շանսեր կան այս բան։ Ինչպես մենք ենք նկատում ամեն օր ժամ առ ժամ, ինչպես ընդդիմության շանսերը մեծանում հաղթելու, այնպես էլ հասարակությունն ազդում բնականաբար այս իշխանությունը իր իշխանապետիկի գլխավորությամբ վախերը ավելի են ուժեղանում իրար, որտեղ ինքը հասկանում է չընտրվելու պարագայում ինքը լուրջ խնդրի առաջ է կանգնել։ Ու դրա համար բռնությունը ուժեղանալու է, հալածանքները ուժեղանալու են, բայց բոլոր ընդդիմադիր դաշտում պատրաստ են, ովքեր մտել են սրա մեջ հասկանում են այս ամեն ինչը գինը։ Ես վստահ եմ, մեկ շաբաթ հետո Հայաստանը ազատագրված է լինելու եւ ընդի հավաքական ընդդիմությունը ուժեղ Հայաստանի գլխավորությամբ հաղթելու է, ու մենք գալու ենք իշխանության, ու բոլոր մարդկանց, ովքեր այսօր իրականացնում են սրանց առաջադրանքը, ամբողջի գործողություն իրականացնում եւ իրավապահ մարմիններին, եւ հանձնաժողովների անդամներին, եւ վարչական տարբեր ռեսուրսներ ունեցող անձանց կոչ ենք անում։ Խելքները գլուխներ հավաքեք։ Ուժեղ Հայաստանը գալիս է, փոփոխությունը գալիս է եւ շատ շուտով Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փոքր տեղափոխվել է քաղաքական եւ պատմության աղբանոց։ Կոնկրետ շրջանակներն են սկսել այսպես աջակցման քաղաքականությունը եւ այս առումով էլ բավականին մեծացել է սրված վիճակը։ Հիմա տեսանք, որ ինչ-որ վիճակագրական հարցում հրապարակվեց հմումանելով հայաստանյան ընկերության տվյալների վրա, այս ընկերությունը հերքել է իդեպ այդ հարցման տվյալներով բացարձակ հաղթանակ էր ապահովում Նիկոլ Փաշինյանի համար։ Այս դրվագները, երբ գործակալական փնտրտուքի հիմա գիտակ ստեղ Հայաստան, այստեղ այս օրերին Հայաստանում են ինչ-որ հետախուզություն իրականացնում։ Ինչու կոնկրետ շրջանակներ չեն դիրքավորվում նաև այդ գործակալական շղթայի դեմ, որը դրսից աշխատում է նպաստ իշխանությունների։ Նախ ինձ թվում է բոլորս էլ հասկանում ենք, որ այս կեղծ շոուները, որ պատրաստվում է սրանց կողմից, այդ հարցումները, որոնք ակնհայտ են, չի կարա նման թիվ լինի, ասեն, նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդու համար, բարձր որ սրանք պատվեր են, միանշանակ այդ ամեն ինչը գնալով այդ իբր գործականական ցանցը, ճնշումներ ուժեղ Հայաստանի նկատմամբ, սուտ դրա համար իրավիճակ է ստեղծում, որ ինքը հարմար պահի կարողանա երկու այդպես իրավիճակ ստեղծի, որ չգրանցի ընտրության արդյունքները։ Մենք զգուշացնում ենք, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, ժողովուրդը ոչ միայն գալու է ընտրի, տեսնենք ժողովուրդը նաև հետընտրական պրոցեսում իր քնեի տերն է լինելու։ Հավատացած եղեք, ես վախի մթնոլորտը, որ մեր երկրում ստեղծվել էր ու այսօր էլ կա, 100 ամսվա ընթացքում հնարավոր եղավ որոշակի ջարդել։ Եթե այն մարդիկ, ովքեր մնացին վախի ազդեցության տակ, հավատացեք, հունիսի 7-ին ընտրատեր քրյա, երբ որ գնա ընտրատերամաս, քրյակցում մենակ լինելով իրենց ընտրությունը հստակ են կատարելու։ Այս իշխանությունների մեթոդները չի աշխատելու, որտեղ ակնհայտ է, որ սրանք դառնում են երբ չունենալու ուղղակի այլ բան չունեն, այդ հարցումները ուղղել ասեմ, որ սրանք այդ հստակ խախտումներ են, չի կարելի ընտրությունների ժամանակ հարցման տվյալներ հրապարակել, որից աղբյուրը անհայտ է, որը իսկ այդ կազմակերպությունն է։ Սա այդ հերթականական ցույց է տալիս, որ սրանք ամեն ինչի պատրաստ են, հանրական, իրավական, քաղաքական բոլոր նորմերը պատրաստ են անցնել, հանուն իրենց իշխանություն պահելու, բայց որից ասեմ, չի ստացվելու, տվեք, շուտով դուք գնալու եք, բան չի մնաց։